Ողջույն, գիրք նվիրելու օրվան ընթരാճ մենք 7-րդ դասարանի աշակերտներ նախապատրաստել ենք այս փոքրիկ տեսանյութը ձեզ համար։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ընթերցել ենք շատ գրքեր, որոնք մեզ օգնել են երազել եւ բացահայտել նոր աշխարհներ։ Ես Զավենն եմ, ես վերջին մեկ ամսվա ընթացքում կարդացել եմ Ուրան Մաթևոսյանի «Մենք ենք մեր սայրը» գիրքը։ Այս գիրքը ինձ համար բացեց մարդկային ուժի, կամքի եւ ինքնադրսևորման նոր տեսանկյուններ։ Գիրքը ինձ սովորեցնել հասնել նպատակներին եւ զգալ մեր ներսի հավասարակշռությունը, նույնքան ուժեղ, որքան մեր սայրը։ Ես կարդացել եմ Շիրվազադեի «Քաոսը»։ Այս գիրքը ինձ հետաքրքրեց իր խորը մտածողությամբ եւ մարդկային զգացմունքների ճշգրիտ նկարագրությամբ։ Կարդալով ես սկսեցի ավելի ուշադիր նայել մարդկային հարաբերություններին, մեծացնել իմ երևակայությունը, նկատելով այն ամենը, որ սովորաբար առօրյայում անտեսվում են։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ես կարդացել եմ Բակունցի պատմվածքները։ Պատմվածքներն ինձ տվեց հասկանալ, թե ինչ է մարդկային հարաբերությունները եւ ճիշտ հաղորդակցվել մարդկանց հետ։ Կարդացել եմ նաեւ Անուշավան Պողոսյանի «Փոթորկից առաջ» գիրքը։ Հրաչ Մաթևոսյանի «Աշնանարևը» ինձ տվեց մտքեր, եւ այդ մտքերը շարունակում են մնալ իմ մտքում։ Ես սկսեցի ավելի ուշադիր նայել աշխարհին, նկատել բնության նուրբ մանրուքները եւ զգալ մարդկային հարաբերությունների գեղեցկությունը։ Գիրքը կարդալով ես սովորեցի, որ յուրաքանչյուր պատմություն ունի իր հույսը, իր խորությունը եւ կարող է ներշնչել մեզ նոր արկածների ու ստեղծագործության։ Ես կարդացել եմ Ջեք Լոնդոնի «Սպիտակ ժանիքը»։ Գիրքը ինձ սովորեցրեց, թե ինչպես կարող է կյանքն ու բնությունը ձևավորել մարդու կամքի ուժն ու տոկունությունը։ Իմ կարդացած վերջին գրքերից է Մուրացյանի «Գևոր Մորթպետունի» գիրքը։ Գրքում ինձ հատկապես դուր եկան հերոսական դրվագները, իսկ կերպարներից ինձ դուր է եկել Գոռի եւ Շուշանիկի կերպարները։ Իմ վերջին կարդացած գրքերից մեկը Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սայրն» ենք։ Ինձ դուր եկավ այդ գիրքը, հատկապես որ թեման ընկերության մասին է եւ ես հետագայում կցանկանայի նկարահանվել այդ ֆիլմում։ Չնայած տարիքային սահմանափակման, իմ վերջին կարդացած գիրքը Ագաթա Քրիստիի եւ ոչ ոք չմնաց ստեղծագործությունն էր։ Այս գիրքը ինձ հետաքրքրեց իր հանելուկային պատմությամբ եւ անսպասելի ավարտով։ Կարդալով ես սովորեցի ուշադրությամբ հետևել մանրուքներին, վերլուծել իրավիճակները եւ դիտարկել մարդկային շարժառիթները։ Իմ վերջին կարդացած գրքերից է Ռոալդ Դալի «Մեծ բալիսկա», որի մեջ ինձ շատ դուր է եկել հսկայի կերպարը, որը իհարկե չէր առանձնանում իր արտաքին գեղեցկությամբ, բայց առանձնանում էր իր ներքին աշխարհով։ Իմ վերջին կարդացած գրքերից է Աքսել Բակունցի «Խոնար աղջիկը» ստեղծագործությունն։ Այն ինձ հուզեց իր պարզությամբ եւ մարդկային հոգու ճշգրիտ նկարագրությամբ։ Կարդալով ես հասկացա, որ մարդու մեջ ամենակարևորն է ներքին գեղեցկությունը։ Ինձ ամենաշատը դուր եկավ Աքսել Բակունցի «Սպիտակցին» պատմվածքը։ Այս պատմվածքը մեզ սովորեցնում է զգալ բնության գեղեցկությունը, ճանաչել մարդկանց եւ հասկանալ, թե ինչպես կարող են փոքր իրադարձությունները մեծ ազդեցություն ունենալ մեր կյանքում։ Ես կարդացել եմ Ռոբին Հուդի պատմությունը ցույց տվեց, թե ինչ է սխրանքը, արդարությունը եւ ընկերությունը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ես շատ գրքեր եմ կարդացել, բայց չնայած տարիքային սահմանափակման, ես ամենաշատը հավանել եմ Ագաթա Քրիստիի «Բացելով հակառների» գիրքը։ Կարդալով այն ինձ հասկացա, որ մարդիկ ոչ միշտ են այնպիսին, ինչպիսին թվում են առաջին հայացքից։ Սովորեցի ուշադրություն դարձնել մանրուքներին, կարևորից նրանք են օգնում բացահայտել ճշմարտությունը։ Գիրքերը մեզ սովորացնում են ամբերություն, ուշադրություն եւ խորը մտածողություն։ Ընթերցանությունը մեզ դարձնում է ավելի վստահ եւ ստեղծագործ։ Գիրքը մեզ համար ընկեր է, որը միշտ պատրաստ է պատմել եւ ուսուցանել։ Այն երբեք չի կորցնում իր արժեքը։ Գիրք նվիրելու օրվան ընթരാճ աշակերտներիս հետ կիսվեցին մեր ընթերցած գրքերի ցանկով։ Ընթերցանությունը զարգացնում է ոչ միայն մտածողությունը, այլ նաեւ հարստացնում բառապաշարը։ Դու եւս ընթերցիր եւ տարածիր գիտելիքի լույսը։ Թող յուրաքանչյուր գիրք քեզ համար դառնա ներշնչանքի աղբյուր։